Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքական որս է սկսել, սակայն ըստ վերլուծաբանների նա մեծ սխալ է թույլ տվել Իմամօղլուին ձերբակալելով նրան դարձրել էլ ավելի հանրաճանաչ։ Ի վերջո, ինչու Էրդողանը որոշեց ձերբակալել նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցին, ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետին։ Արդյոք ձերբակալությունը նշանակում է, որ Իմամօղլուի կարիերան ավարտված է, թե նա այնուամենայնիվ շանսեր ունի հաղթելու Էրդողանին։ Իմամօղլուի հետ կատարվածն ինչպես կփոխի թուրքական ընդդիմությանն ու ամբողջ Թուրքիային, իսկ ինչպես կազդի Կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Իմամօղլուն եզակի քաղաքական գործիչ է Թուրքիայում։ Նա միակն է, ով 4 անգամ հաղթել է իշխանական կուսակցության թեկնածուներին եւ անձնական պարտություններ հասցրել Էրդողանին։ 2019-ի Ստամբուլում տեղի ունեցած վերջին ընտրությանը Իմամօղլուն ստիպված էր նույնիսկ 2 անգամ հաղթել իշխող կուսակցության թեկնածուին։ Ռեջեփ Էրդողանն ինքն է ժամանակին Ստամբուլի քաղաքապետ եղել եւ նա սիրում էր ասել, ով որ տիրում է Ստամբուլին, նա տիրում է ամբողջ Թուրքիային։ Իսկապես Ստամբուլի քաղաքապետը երկրի երկրորդ կարևորագույն պաշտոնն է նախագահից հետո։ Իմամօղլուի վարկանիշը վերջին շրջանում բավականին սրընթաց աճել է հարցումների մեծ մասի տվյալներով։ Իմամօղլուն արդեն շատ առաջ է անցել Էրդողանից։ Թուրքական ընդդիմությունն այժմ դիլեմայի առաջ է կանգնած կամ կոշտ կերպով կդիմադրի այդ ճնշմանը եւ չի հանձնվի եւ կպաշտպանի Իմամօղլուին եւ այլ քաղաքական գործիչների, օրինակ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, որի հետևից նույնպես կարող են գնալ, ինչպես շատերն են կարծում, կամ թուրքական ընդդիմությունը կհանձնվի, կհաշտվի այդ ճնշումների հետ եւ կդառնա դեկորատիվ ընդդիմություն, որը ոչինչ չի որոշում։ Ինչ ուժեր են կանգնած Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերի ետևում, որքանով են կազմակերպված սկսված բողոքի ակցիաները եւ կարող են դրանք վերաճել ավելի մասշտաբային անկարգությունների։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ բոլորը պաշտպանում են Իմամօղլուին, բոլորը նրա ձերբակալությունը համարում են բացարձակ անարդար եւ անընդունելի եւ միավորվում են գլխավոր ընդդիմադիր կուսակցության Հանրապետական ժողովրդական կուսակցության շուրջ։ Եվ իսկապես սա այն հազվագյուտ պահն է, երբ ընդդիմությունը կարելի է ասել համախմբվեց եւ նա հնարավորություն ունի իշխանություններին ցույց տալու, որ ժողովուրդը չի ցանկանում համակերպվել քաղաքական պայքարի նման անօրինական մեթոդների հետ։ Եթե ընդդիմությունը բաց չթողնի այդ հնարավորությունը, նա իսկապես կարող է տապալել Էրդողանին եւ ստիպել նրան, օրինակ, արտահերթ ընտրություններ նշանակել արդեն այս տարի։ Էքրեմ Իմամօղլուն սիրված է ժողովրդի կողմից, ոչ միայն Ստամբուլի բնակիչներն են նրան սիրում, այլ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում։ Նա նաև հայ համայնքի նկատմամբ անտարբեր չէ, բազմիցս մասնակցել է Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարակների եւ հնարավորինս աջակցել հայ համայնքի խնդիրների լուծմանը։ Իմամօղլուն սոցցանցերում հրապարակված ուղերձով դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Դուք հարվածում եք մեր պատվին ու արժանապատվությանը, յուրացնում իմ երեխաների ապագան։ Այս ամենն անում եք մի բուռ ոչ հմուտ մարդկանց հետ։ Այդ գործով զբաղվող բոլորը կեղտոտ են։ Մենք ազգովի կդիմակայենք այս չարիքին։ Կոչ եմ անում արդարադատության տասնյակ հազարավոր ազնիվ դատախազներին եւ դատավորներին։ Ոտքի կանգնեք եւ քայլեր ձեռնարկեք այն մի բուռ գործընկերների դեմ, որոնք ավերեցին թուրքական դատական համակարգը, խայտառակեցին մեզ ամբողջ աշխարհի առջև եւ ոչնչացրին մեր հեղինակությունը։ Դուք չեք կարող եւ չպետք Ի վերջո, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր ծառայում են արդարություն եւ զարգացում կուսակցությունում եւ իշխող դաշինքի անդամներին։ Այս իրադարձությունները դուրս են եկել մեր կուսակցությունների եւ քաղաքական իդեալների սահմաններից։ Գործընթացն այժմ վերաբերում է մեր ազգին, հատկապես մեր ընտանիքներին։ Եկել է մեր ձայնը բարձրացնելու ժամանակը։ Թուրքիան կանգնած է կարևոր քաղաքական շրջադարձի առաջ։ Էրդողանը ավելի քան 2 տասնամյակ պահել է իշխանությունը վերածվելով երկրի ամենահզոր առաջնորդներից մեկի։ 2018-ին Էրդողանը փոխել է Թուրքիայի սահմանադրությունը նախագահական իշխանությունը զգալիորեն մեծացնելով եւ վերացնելով խորհրդանական համակարգը։ Իմամօղլուն խոստանում է վերականգնել խորհրդանական համակարգը, ինչը կնվազեցնի նախագահի լիազորությունները եւ ավելի հավասարակշռված կառավարում կապահովի։ Զուգահեռաբար Էրդողանը փորձում է ամրապնդել իր միջազգային դիրքերը հասնելով Սպիտակ տանը Թրամփի հետ
հանդիպման Ուկրաինայի եւ Սիրիայի հարցը քննարկելու համար, սակայն ներքին խառնաշփոթը Անկարային զրկում է ազդեցության մի շարք լծակներից։ Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս Էրդողանը ստիպված կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել իշխանության պահպանմանը եւ ընտրությունների նախապատրաստմանը, իսկ արտաքին քաղաքականությունը հետին պլան կմղվի։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։